Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Միրզոյանի խոսքով Բաքուն նոր պայմաններ է առաջ քաշում, ներառյալ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները եւ զենքի մատակարարման սահմանափակումները։ Բաքվում անհիմն են անվանել Միրզոյանի հայտարարությունները։ Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով պարբերաբար կրակոցներ է արձանագրել, սակայն ըստ գերատեսչության դրանք Հայաստանի ուղղությամբ չեն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ հայտարարել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անթույլատրելի է։ Նա ողջունել է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կետերի համաձայնեցումը։ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագիծը։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իրավապահները Մայր Հայաստան եւ մեր քաղաքադաշինքների 8 անդամի էին ձերբակալել։ Ազգային ժողովն անձեռմխելիությունից զրկել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին։ Նրանք կաշառքի գործերով են անցնում։ Հայաստանում հասանելի է դարձել Starlink գերարագ ինտերնետ ծառայությունը։ Կառավարությունը հավանություն է տվել տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագծին։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում ոսկե մեդալ է նվաճել։